Բարև ձեզ։ Այսօրվա մերնյութը հայկական դարազի եւ զարդանաշխերու բազմության մասին է։ Այս արդիվ այսօր գհյուրընկալենք ասկակրակետ Վահե Սեմա Քոթանյանը, հայկական դարազի եւ զարդանաշխերու մասնակետ, դիզայներ։ Վահեն ավարտած է Ջարդարաբեդության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանը եւ Երևանի Պետական համալսարանը, մասնակցանալով երկու մարզերում մեջ։ Ունի դասավանդման 10 տարվա փորձառություն, հեղինակ է բազմաթիվ բանախոսություններու եւ դասախոսություններու, ինչպես նաեւ հերոստահաղորդավարն է 5 հեղինակային հաղորդաշարներու՝ Դարազ հայոց մեջ, Բար ավեդիաց, Երկրի համը, Հայոց լերների համը եւ Էտիկետից պրոտոկոլ։ Վահեն Սեմա հայկական հագուստի բրենդի հիմնադիր տնօրենն է, որ կստեղծե հայկական դարազներ, էթնիկ ոճավորմամբ, երեգոյան եւ հարսանեկան սկեսներ եւ գվերագանքներ թանկարանային դարազներու գրկնօրինակներ։ Բարև Վահե, ինչպե՞ս եք։ Բարև ձեզ, լավ, դուք ինչպե՞ս եք։ Շատ լավ, շատ ուրախ ենք, որ մեզի միացաք այսօր ուշ ժամուն Երևանեն։ Ես նույնպես ուրախ եմ։ Ուրեմն Վահե, սկսելու համար նախ, ինչպես ծեր մեջ արտնցած է հայկական դարազներու մասին հետաքրքրությունը եւ ինչ պատճառով։ Իրականում ես ծնվել եմ սասունցիների ընտանիքում, ես արմատներով սասունցի եմ եւ այն ինչ որ ուղակի կարող էի գրքերում կարդալ սասունի ազգագրության մասին կամ այն ինչի մասին որ պետք է կարդալ, ես դա իմ կյանքի ընթացքում ապրել եմ եւ տեսել եմ։ Հետևաբար իմ համար, այսպես ասած, իմ կյանքը անցել է այդ ամեն ինչի մեջ, եւ ազգային խոհանոցը Սասունի խոհանոցն էր, եւ միջավայրը, տոները, պարերը, ամբողջը դրանք համապատասխանում էին իհարկե Սասունի ազգագրությանը։ Փոքրուց իրականում սեր ունեի նաեւ հագուստի դիզայնի հետ կապված, եւ դա ինձ դրթեց, որպեսզի ես ավելի խորանամ դրա մեջ եւ մասնավորապես ուսումնասիրեմ հայկական տարազը, նրա պատմությունը եւ դրա պահպանողականությունը։ Այո։ Իսկ եթե խոսենք հայկական տարազներու մասին, գիտենք որ ամեն շրջան ուներ իր հատուկ տարազը։ Ինչն է որ գարդացոլա բոլոր շրջանի, յուրաքանչյուր շրջանի մեջ, որ գրնանք գտնել նույնը։ Տեսեք, ընդհանրապես ինչ է տարազը, նախ սկսենք այստեղից։ Տարազը պահլավերեն բառ է, որը նշանակում է ձև, կերպ, եղանակ։ Այսինքն ձև, եղանակ, որով կարելի է մարմինը պատել եւ հագնվել, հա, այսպես ասեմ։ Եվ մասնավորապես տարազը որպես այդպիսին ունենում է իր էթնիկ ցուցիչը, այսինքն այն տարածաշրջանի, այն ազգային տեղանքի հագուստը, որը ունի իր էթնիկ յուրահատուկ ցուցիչները, դա կլինի զարդանախշման համակարգ, գունամտածողություն, գունակոմպոզիցիան լուծումներ եւ այսպիսի շատ այլ տարբերակներ, հիմնականում դրանով է որ առանձնանում է ամբողջական հայկական տարազի առանձնահատկությունը։ Ինչով է ձեր հարցին պատասխանեմ, ինչով է որ հայկական տարազում բոլոր տարածաշրջաններում հանդիպում է եւ մեզ թույլ է տալիս ասել որ սա հայկական է կամ ոչ։ Առաջին նախապայմանը դա կտորների համադրությունն է, երկրորդը հայկական ասեղնագործության տեսակները, որոնք բազմաթիվ են եւ շատ են օգտագործվում հատկապես տարազների ստեղծման մեջ, որովհետեւ տարազը ինքը մեկ կտորի պատմություն չէ, տարազը այն համալիրն է, որտեղ օգտագործվում է գույների համադրություն, օգտագործվում է իհարկե ասեղնագործություն եւ իհարկե զարդահամալիրներ։ Այս ամբողջականությունն է, որ տալիս է հայկական տարազի այն յուրահատկությունը, որը մենք տեսնում ենք որպես հայկական տարազ։ Որովհետեւ մեր ժամանակը քիչ մնեղ է, մենք պիտի ուզեինք անդրադառնալ կոնե մեկ շրջանի տարազի մասին մեզի մանրամասնություններ եւ բացատրականներ տալու հայկական լեռնաշխարհի օրինակ։ Շատ բարի, ես առաջարկեմ դուք որեք ցանկանաք։ Կարող ենք անդրադառնալ Սյունիք Արցախյան տարազախմբին օրինակ։ Ուրեմն Արցախի տարազը բավական հետաքրքիր է, քանի որ այն իրականում ընդգրկում է այս տարազախումբը կոչվում է Սյունիք Արցախյան տարազախումբ։ Ինչու, որովհետև այս տարազախմբի տարազը ներառում է Սյունիքը, Արցախը, տարածաշրջանները եւ այս երկու տարածաշրջաններում միևնույն ձևվածքը, միևնույն գործվածքից է պատրաստում գունային միևնույն բազան է, որոշակի իհարկե փոփոխություններով եւ առանձնահատկություններով։ Սյունիք
Արցախյան տարածախումբը մի հետաքրքիր առանձնահատկություն ունի։ Եթե մյուս տարածաշրջաններում մենք տեսնում ենք շատ ակտիվ ասեղնագործություն, ապա Սյունիք Արցախում այդ ասեղնագործությունը միայն օրինակ տեղակայվում է լանջաբացվածքի երկար հատվածում, իսկ ամբողջական հագուստի վրա գրեթե չենք տեսնում ասեղնագործական նմուշներ։ Միայն օրինակ տեսնում ենք շատ հետաքրքիր մի կարատեսակ, որը տեղային անվանումով անվանում են մգդակար։ Դա ուղղահայաց կարերի շարանն է, վերնազգեստ ուրեմն արխալուղի վրա, որը կրում էին կանայք իհարկե։ Սյունիք Արցախի բնորոշ է նաև թևքերի յուրահատուկ ուրեմն ձևվածքը, ալուստավուր տարբերակով էր կոչում դրանք, եռանկյունի կտրվածքով էին լինում, իսկ օրինակ Շուշի տարածաշրջանում իմաստնավորում են եռանկյունի բացի կտրվածքի, լինում են նաև կրկնակ թևերով, որը բաց վրայից իջնող թևերի այսպես ձևվածք էր եւ ծայրերին պարտադիր ամրացվում էր ուրեմն տարբեր բոժոշ կախիկներ արծաթից եւ սուրմա դուգմաներ, դրանք այսպես մետաղական փոքրիկ դետալներ են խողովակաձև, որոնցով եռանկյունի էին ստանում եւ բոժոշների հետ միասին կախում էին թևքերից։ Սա իմաստնավորումը տեղային հավատալիքների չարխափանության նպատակով էր արվում եւ իհարկե բոժոշները դրանք կնոջ պտղաբերման գաղափարի հիմքում էր դրվում, որովհետեւ բոժոշը դա շերամի այն փաթաթուկն է, որի մեջ որդը հասունանում է, հետեւաբար դա սաղմի նախնական վիճակն է, հա, ցույց տալիս։ Հետեւաբար բոժոշը կնոջը պետք է բերեր պտղաբերության։ Ինչ վերաբերվում է գունային համադրությանը, մասնավորապես այստեղ գունային համադրությունը մեզ հանդիպում է կանաչ ու կարմիր փոխառնչությունը, ինչպես որ իմ հետևում գտնվող ուրեմն կարպետն է, կանաչ եւ կարմիրի համադրությամբ շատ հետաքրքիր տարբերակով եւ մենք մի այսպիսի արտահայտություն ունենք, ասում ենք հո կանաչ ու կարմիրը կապեմ արտահայտությունը, դա անմիջականորեն նշանակում է հարսանիքի մաղթանք, հա, բարեմաղթանք, որովհետեւ կանաչ ու կարմիրը մենք ասոցացնում ենք հարսանեկան աղողակարգի հետ։ Եվ այստեղից օրինակ խաչկապը կամ կոզբանդը շատերիս հայտնի կամ ուսկապը այլ կերպ անվանված, փեսացուին պաշտպանողական գաղափար էր տանում եւ մենք կապում էինք խաչաձև երկու ուրեմն գույնի կանաչ եւ կարմիր ժապավեններ։ Մասնավորում են այս ամենի, մենք տեսնում ենք, որ կարմիրը որպես այդպիսին պտղաբերության եւ այրան խորհուրդն ունի, իսկ կանաչը որպես այդպիսին բուսականության եւ արական սկզբունքի խորհուրդն ունի։ Հետաբար այս երկուսի միացումը տալիս էր նոր կյանքի սկզբնավորում։ Հենց այդպես է, որ հարսանիքը կարմիր ու կանաչով է լինում։ Ինչ վերաբերվում է նաև որպես այդպիսին գլխահարդարանքին, որովհետև ամեն տարազահամալիր ուներ առանձնահատուկ գլխահարդարանք։ Սյունիք Արցախյան գլխահարդարանքը բավական բարդ էր եւ Սյունիքի եւ Արցախի բարբառով կասեին ուղակի կլող շինել։ Շինելը դա հավաքելն է եւ գլուխը դա կլոխը արցախյան բարբառով է հնչում այսպես ու իրեն գլխահարդարանքը հավաքում էին մի քանի տակ, նախ դնում էին գլխահարդարանքի վերին հատվածում այսպես տարբեր հաստությամբ աբադոկի նման, հա, այսպես ասեմ բառը, որ ավելի հասկանալի լինի, գլխահարդարանքի վերևի հատվածում, հետո դրա վրա հավաքում էր իհարկե մեզ հայտնի կոպի ճակտանոցի առաջնային հատվածը, որը մասնավորապես լինում էր ոսկեթելով ասեղնագործ կամ պարզապես հասարակ ինչ-որ կտորից կամ նախշազարդ կտորից, սա կախված իհարկե դասային ցուցիչից եւ ունենալու աշճանից, որովհետեւ ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ օրինակ ոսկեթել ասեղնագործ տարբերակով ունենալ ճակատային նմանատիպ զուտ հարդարանք, հա, կամ մետաքսից հարդարանք, հետեւաբար ըստ դասային աշճանից ելնելով տարբեր է լինում նաև գլխահարդարանքի զարդարման տեխնիկաները։ Եվ ճակատային հատվածում ունենում ենք մեկ շարժ ճակտանոց մետաղադրամների։ Արցախյան տարբերակում մետաղադրամների կենտրոնական հատվածում մեկ մեծ մեդալիոն ունենք, եթե իհարկե ընտանիքը հարուստ է լինում եւ ունևոր, այդ մեծ առանձին մետաղադրամը պարտադիր ունենում էին, որովհետեւ սա հարստության նշան էր եւ ունևորության նշան։ Հետաբար եթե մենք նկարներում տեսնում ենք այդ մեծ մետաղադրամի արկայությունը, հետաբար նշանակում է, որ այդ կրողը ունևոր ընտանիքից է։
Եվ այստեղ կարևոր է հատկապես այս զարդերի արկայությունը, հատկապես օրինակ թևքերից այդ կախված գնդիկները, հա, բոժոժները, զարդամոտիվները, ճակատայինի մետաղադրամները եւ այդ նույն կախիկներից քայլելու ընթացքում, ասենք, ձայն էր արձակվում եւ այդ մետաղական դետալները ըստ տեղային հավատալիքների եւ սկզբունքների չարից վանելու նպատակ ունեին, որովհետեւ մենք գիտենք, որ արծաթը հիմնականում համարվում էր, որ չարից պաշտպանող մետաղ է։ Ինչ վերաբերվում է գոտուն, այս գոտու վրա հիմնականում դրվում էր փոքրիկ ճարմաններ, որոնցից մեկը կամ ծաղկային մոտիվով էր, կամ արևի խորհրդանշանով էր դրվում, եւ մյուս տարբերակը դրվում էր ուրեմն քառագլուխ արծվի կերպարով, որը շատ հաճախ հզորության եւ այսպես ասած պաշտպանված լինելու գաղափարի խորհուրդն էր։ Գոտին ընդհանրապես հենց այնպես չէր կապվում, գոտին դա կնոջ որովայնի պաշտպանության խնդիրն էր լուծում, որովհետև հիշենք եւս, որ սա արծաթից էր կամ ոսկուց էր, որոնք ազնիվ մետաղներ էին եւ իրենք ամբողջ որովայնի շուրջը զավակատան կամ նույն ինքը արգանդի պաշտպանության խնդիրն էր լուծում, որովհետև չամուսնացած կանայք, չամուսնացած աղջիկները գոտի չէին կապում, միայն աղջիկները, ովքեր որ նշանվում էին եւ ամուսնանում էին արդեն որպես ամուսնացյալ կին էին, այդ ժամանակ գոտի էին կապում, հաճախ այդ գոտին կապվում էր հարսանիքի օրը եւ դա պետք է պաշտպաներ կնոջ զավակատունը, որտեղ այնտեղ պետք է սաղմ զարգանար։ Շատ հետաքրքրական է, Վահե, ինչպես որ ասիք, ամեն մեկ դարազ ունի իր հատուկ պատմությունը եւ իմաստը։ Միանշանակ, այո։ Այո, մենք պիտի անցնենք ուրիշ հարցի մը, դուք հաջող գահազանքեք, որ թրքական, ասենք, մոտիվներով շուգան ողողված է իրենց հայկական զարդանաշխերով գդորները։ Ուրեմն ինչպես կբացատրեք այս միտքը, ինչպես կրնանք զանազանել թրքականը հայկականեն, որտեղ երբեմն հայկական գարձելով գտնենք, վրան որտեղ հայրենով քիրեր կտեսնենք կամ քույները կամ խաչը, սակայն ոչ բոլորը զուտ հայկական են։ Իրականում ոչ թե դրանք թուրքական են, այլ որպեսզի ճիշտ մոտեցումը լինի, դրանք հայկական զարդանախշերի աղավաղված տարբերակներ են, որոնք կորցրել են իրենց էթնիկ ցուցիչը։ Այս կտորները իրականում արտադրվում են Թուրքիայում եւ այս կտորների մեջ հայկական կարպետներից եւ գորգերից վերցված զարդանախշեր են եւ այս զարդանախշերը ձևախեղված են, այսինքն փոխված է իր գունային դաշտը, կոմպոզիցիան եւ այս առանձնահատկությունն է, որ մեզ թույլ չի տալիս օգտագործել։ Երբ որ մենք փոխում ենք գույնը, կոմպոզիցիան, շեղում ենք կոնկրետ տեղային գորգերի եւ կարպետների կոմպոզիցիաներից, որոնք տոհմիկ տարբերակներ են, հետեւաբար մենք ստանում ենք էթնիկ ձևախեղված նմուշներ։ Այդ կտորների ներմուծումը եւ դրանց կիրառությունը մեզ ինչով է վտանգավոր, որովհետև դա տանում է ձուլման, հա, մշակութային ձուլման, հետեւաբար այդ մշակութային ձուլումը բավական բարդ գործընթաց է եւ անվերադարձելի։ Եթե ձուլվում է, ապա ընթացքում դրանից առանձնացնելը շատ բարդ եւ դժվար գործընթաց է, հետեւաբար ավելի լավ է պայքարել չձուլվելու համար, քան պայքարել հետո հետ վերադարձնելու համար։ Ինչ լավ է, որ դուք կաք ասպարակային, Վահե։ Շնորհակալ եմ։ Ուրեմն խոսենք սեմային մասին, ձեր fashion design-ի, ասենք, անունն է, ինչպես որ հայերենով գսեն abrancanishը։ Ուրեմն սեմայի մեջ ինչպես գրնակ հին ավանդական դարազները հարմարեցնել եւ զանոնք հրամցնել ժամանակագից ցևով, գիտենք որ դուք ունիք հավաքածո հարսանեկան դարազներու, կամ ասենք քիշերային դարազներու եւ այլն։ Շատ բարի, անդրադառնամ հիմա Սեմա Ապրանքանիշին, որի հիմնադիրն եմ եւ Սեմա բրենդի անվանումից անդրադառնամ նախ, որովհետեւ շատ հաճախ ինձ հարցնում են ինչ է նշանակում Սեմա։ Ես ասացի, որ ես արմատներով սասունցի եմ եւ հայոց ցեղասպանությունից հետո 1915 թվականից հետո իմ տոհմը, երբ որ գաղթել է Արևելյան Հայաստան, թողել է Արևմտյան Հայաստանում Սեմալ գյուղը, որը Սասունի գյուղերից է եղել եւ իմ անվանումը բրենդի եւ իմ ծածկանունը գրական, այսպես վերցրել եմ Սեմայից, Սեմալ գյուղից
եւ Սիմ լեռան անվանումից։ Այստեղից է զուտ ծագումը Սեմա ապրանքանիշի։ Հիմա անդրադառնամ թե ինչ առաքելություն է իրականացնում Սեմա ապրանքանիշը։ Սեմա ապրանքանիշի առաքելությունը հիմնականում հայկականի տարածումն է, հայկական ասեղնագործության, հայկական տարազի եւ ժամանակակից հագուստում դրա արտահայտման ձևերի, որովհետեւ մենք գիտենք բոլորս, որ այսօր տարազ առօրյայում հագնել գրեթե անհնար է, որովհետեւ փոխվել են ժամանակները, փոխվել է տրանսպորտը, փոխվել է եղանակային պայմանները, բնակլիմայական պայմանները, հետաբար անհարմար է ամբողջական համալիր հագուստով գտնվել եւ դրսում այս պահին ռեալիզացվել որպես այդպիսին, հետաբար պետք է անել ժամանակակից հագուստի ձևվածքային լուծումներ, որոնք որ կպարունակեն տարազային ձևվածքներ, ասեղնագործություն, որ կպարունակի հայկական ասեղնագործության յուրատիպ դպրոցների, ուրեմն ասեղնագործական դպրոցների յուրահատկությունները եւ կհիշեցնի եւս մեկ անգամ, որ մենք ունենք հարուստ մշակույթ, որ այդ մշակույթը ապրում է, եթե դու կիրառում ես առօրյայում, այսինքն եթե դու չես կիրառում պարզապես դա, ուղղակի դրված է տանը եւ պահվում է թանկ, շատ լավ, պահվում է թանկ, դա մի այլ հարց է, բայց եթե դա կիրառության մեջ չի մտնում, կենսունակություն չի ունենում, դա նույն է, որ դու որպես մարդ չսնվես եւ միայն շնչես, տարբերակը կստացվի, հա, հետաբար պետք է եւ շնչել եւ սնվել, որպեսզի օրգանիզմը աճի եւ զարգանա, այդպես է նաեւ հայկական տարազաձևվածքի եւ ասեղնագործության կիրառությունը առօրյա հագուստում, ինչքան մեր աչքը տեսնի, ինչքան մեր սերունդների աչքը տեսնի, ժամանակակից հագուստում դրանց կիրառությունը կամ հարսանիքում տարազների առկայությունը, այդքան սիրելու ենք մեր մշակույթը եւ այդքան ճանաչելու ենք։ Շատ կարեւոր է ճանաչելով սիրել մշակույթը, որովհետեւ դու չես կարող մի բան սիրել, որի մասին չգիտես կամ անհայտ է, թե ինչ է դա, որովհետեւ սերը ծնվում է միայն ճանաչելու ընթացքում։ Դա կլինի մարդկային սեր, դա կլինի մշակույթի հանդեպ սեր, թե այլ սիրո մասին։ Միևնույն է, սերը ծնվում է ճանաչելուց։ Այո, հետաքրքրական է, որտեղ այս շաբաթ դակավին ես ուրեմն հաղորդումը պատրաստեցի հայկական ասեղնագործության եւ մարաշի գործերու մասին, ուր հոս դեղվույս հայ օգնության միությունը դասընթաց կմգազմագերբած էր եւ ուրեմն հոն հանցահոբի անդամները ասին, որ մենք կուզենք ցույց տալ, որ հայկական ասեղնագործությունը կամ մարաշի գործը միայն սեղանի ծածկոց չէ, այլ պետք է մեր ամենօրյա կյանքի մեջ նաև գիրառվի, ինչպես որ դուք ասիք, բայսակներու վրա, ակնոցներու, հերախոսներու բահարաններ, գոշիկներու եւ այլն։ Գարցեք թե այսպիսի ասանք շարժումը ողջունելի կգտնենք վերջերս երբ վերադարձ մեր արմատներուն, Հայաստանի մեջ ինչպես է հետաքրքրությունը։ Իրականում այդ հայկական ասեղնագործության տենդենսը բավական բարձր աստիճանի վրա է գտնվում այս պահի դրությամբ, հատկապես պատերազմից հետո, որպես մոնիթորինգի արդյունք եմ ես ասում, պատերազմից հետո բավական հետաքրքիր է, որ մարդկային հոգեբանությունն այնպիսին է, որ ձգտում է դեպի իր արմատը, որովհետև իր արմատում ինքն իրեն ապահով է զգում միշտ։ Հետաբար մենք տեղափոխվում ենք դեպի մեր ասեղնագործություն, մեր հայկական տարած, մեր մշակույթ եւ փորձում ենք այնտեղից բռնվել որպես ապահով մի վայր, որտեղ կարող ենք ապրել եւ այսպես ասած զարգանալ։ Ինչ վերաբերվում է հայկական ասեղնագործության դպրոցների, այդպես ասած, լայն թափին, լայն թափը հատկապես որոշ ասեղնագործական դպրոցների հետ կապված, օրինակ Մարաշը, այն թափը եւ օրինակ Վանիկարը եւ մի շարք այլ տարբերակներ, հատկապես իրենց այսպես բուրըն ծաղկումը Հայաստանում ստեղծվեց այն դեպքում, երբ որ Սիրիայից, Լիբանանից, լիբանանահայեր տեղափոխվեցին Հայաստան եւ իրենց հետ բերեցին այդ մշակույթը։ Չնայած նրան, որ դրանից առաջ Հայաստանում շատ դասավանդողներ կային, ովքեր որ կարողանում էին հոյակապ ուսուցանել եւ կիրառել հայկական ասեղնագործությունը եւ կարողանալ դրա մասին խոսել եւ ցույց տալ, որպես արեստ սովորեցնել աղջիկներին, որտեղ մենք գիտենք հայկական ասեղնագործությունը սովորեցվում էր փոքր երեխաներին, անգամ 5-6 տարեկան երեխաներին, որոնք պետք է հետագայում կարողանային որպես ձեռի արեստ դրան տիրապետեին։ Այնպես որ այն կարևոր փաստը, որ կա, այսօր Հայաստանում ծաղկում է ասեղնագործությունը, այսօր բոլորը ցանկանում են սովորել ասեղնագործություն եւ փորձում են իրենց հագուստի վրա թեկուզ փոքրիկ մի դետալ, բայց ունենալ հայկական ասեղնագործությունից նմուշ։ Ես միայն ուրախ եմ որպես մասնագետ դրա համար։ Շատ հաճելի երևույթ է։
Վահե շատ շնորհակալ ենք այս ուրեմն հարցազրույցին համար սիրելի հերոստատիդողներ մենք կուզենք ցեզի փոխանցել նաև թե Վահեին մասնակցությունը միայն չի գայանար հայկական դարազներու մեջ այլ նաև անգնա երկար խոսիլ հայկական ջաշերու մասին ավանդություններու մասին եկեղեցական դոներու դաղավարներու այս բոլորը մասնակետ է Վահեն գրնա գսել որ մեր հայկական մշակույթի հարակիդարան մնե իսկապես Շոյված շնորհակալ ենք Վահե եւ գհուսանք ուրիշ դարբեր նյութերով աբակային գրնանք դարձյալ հարցազրույց կազմակերպել Ես նույնպես շնորհակալ եմ եւ մշտապես կապը պահպանում եմ տարբեր երկրների հայ համայնքների հետ իմ մասնագիտական, այսպես ասած, շնորհի արդյունքում է որ ես հայ համայնքների հետ մշտական կապի մեջ եմ կապված հայկական տարազների, հայկական պարախմբերի հետ կապված խորհրդատվության եւ դրա հետ կապված բոլոր ցանկացած հարցերի, հա, որովհետև շատ համայնքների հետ աշխատում ենք նաև Սեմա ապրանքանիշի հետ կապված եւ օրինակ հայկական տարազների պատվերները իրականացում, ճշգրիտ հայկական տարազներ, գեղեցիկ զգեստներ, որոնք որ իրական հայկականն են ներկայացնում, այնպես որ հայկական համայնքների հետ մշտապես մենք կապի մեջ ենք, ես բաց եմ իմ սոցցանցային հարթակը մշտական կա, բոլորի հարցերին մշտապես սիրով պատասխանում եմ եւ որևիցե մեկի հարցը ուղղակի բաց չի կարող մնալ իմ հարթակում, որտեվ իմ առաքելությունը ուղղակի դա է խոսել հայկական մշակույթի մասին, որովհետև այդ մշակույթը սուրբ է եւ այդ մշակույթը ուղղակի պահպանության կարիք ունի։ Եթե չլինի մեր մշակույթը, մենք առողջի չենք, որովհետև մշակույթով է, որ մարդը կարողանում է կայանալ եւ իր էթնիկ դեմքը ցույց տալ։ Այո, շատ ճիշտ ասիք։ Եվ Վահեին կարելի է հետևել բոլոր հարթակներով, լա Instagram, Facebook, Sema H-ով։ Եկեք պահենք հայկական մշակույթը։ Շատ շնորհակալ ենք սիրելի Վահե եւ ցտեսություն։ Ես նույնպես շնորհակալ եմ, ցտեսություն։ Բարևձեզ, հայ հորիզոնտ ձեզի հետ է այսօր լավալի հայ գետրոնի բարոնյան սրահեններս, այսօր հոստեղի ունեցավ լավալի հայ օգնության միության շուշի մասնաճյուղի տաստիարակչական հացնախումբին սեմինարներեն մեկը, որ գոչվեր վերանորոգե մտածելակերպը։ Օրվան նյութը ներկայացուց հոկեբան Լիզա Լիբարյանը։ You don't feel anxious or depressed because of your life. The reason you feel anxious and depressed is because of what you think about your life. It's about the thoughts, your perception on your life, what you say to yourself. That's what's causing anxiety and depression. I can't lie to myself and pretend I'm positive, right? It doesn't work. Or manifest it. Good things will happen. How do you do that? Right? So how you do that is actually how to change these unrealistic distorted negative thoughts, we all do to some degree, how to change them, to reprogram your brain. Լիզա, մենք մեծ հետաքրքրությամբ մտիկ այսօր քեզի եւ at ամեն գեդերը որը see those distortions that you mentioned, the 10 of them, մեր ամեն օրվա կյանքին հետ գաբ ունին գրնամ ասել եւ այդպիսի քարակտերներ կան, որ մեր շուրջը կամ մենք, որ մեզի լավ խրատներ դվիր, ինչպես թիմակրավել այս challenge-ները, այս պրոբլեմները։ Իբր pan professional tun psychologist ես եւ այսպիսի behavior-ներ ամեն օր վստահ եմ գտեսնես։ Ընդհանրապես հայկական շրջանագին մեջ ավելի են այս behavior-ները։ Ոչ, ամեն դեր նույնն է։ Distortion is distortion. Exaggerate կնես reality-ն եւ սիրտ ավելի վերգելա, anxiety, depression, ամենը գաբ ունի ինչպես մարդ կմտածե, ինչպես կդեսնաս ինչ որ գլագո կյանքիդ մեջը. It's all about perception and how you interpret the perception and what thoughts you have in your mind, how mean you are to yourself, how harsh you are to yourself. As ամեն բաները effect կնե, մեգուն emotionները
ինչպես պիտի վարվի, their behavior, avoid BDNS, social situations, public transportation, school, fear of failure, ամենը ասիգա unrealistic thought patterns. It all comes from that, and it all comes from your belief system. Բայց Լիզա, ասիգա քու ասենք քարակտերից քու կա։ Ասիգա սորված միտքի distortionները դունեն գուքա, experience in life, in school, sometimes քեզմե գուքա, բայց you're not born with it. It's not a character flaw. It's not genetics. It's just negative thoughts. Մեկ հատ որ շատ մարդ գնե, բզիկ problem մգարնե, գմեցունե եւ գհավադա եւ ամեն central nervous system-ը activate գլա, like արձեստը գրիվի մեջ են, կիդես anxiety-ն գուքա. Եվ it's unnecessary. Որտեղ բզիկ problem-ն է, որ ապչապ մենց գնեն, որ they can't even solve the problem. It becomes unsolvable. Okay? And ինչ կլա, չեն գնար գյանքին մեջ արջև երթալ, որտեղ ամեն բզիկ պանը catastrophe գլա. Ասիկա մեկ հատ է, ուրիշմը, որ շատ գնեն is պամը սխալը լանը գյանքին մեջ, որտեղ միշտ գլա. Պամը սխալ գսես, կամ թե exam-ը չես անցնիր. I'm a failure, շատ աբուշ եմ, աս label-ները, աբուշ եմ, I'm a failure, is self-damaging. And it's very powerful. Բզիկ պարեր, ասանք, մարդ չի երևագայր ինչ damaging gonna confidence megun yev gsksin havadal anank and then they act like that. Gam ուրիշ օրինակ մը որ շատ գբադահի, ցուն ասենք թե շատ լավ կորց կնես միշտ եւ մեկ սխալ գտնեն մարտիկ եւ քեզի գսեն եւ ցուն անիգա ասենք թե obsession-ի գտարցնես եւ depressed կնես ինքսինքդ։ Ինչպես դուրս կուկասաս, ասենք քրիտիկներ են։ Well, first of all, asiga mental filter gesen. Out of all the positive things, you focus on only the negative is not healthy because you're discounting your success. Okay? Who ujeret vargatanesko yev minak mek bzik sakhali varaganasne ana confidence at vargane. And you won't be able to move forward in life. You have another thing, you can't control other people, your work, outcomes. You could only control yourself, how you're going to react to that and how you're going to adapt to that. That's the key. Օրինակը ասենք թե զավակդ դպրոցի մեջ լավ չանցնիր գո պրոբլեմ գա ամեն քուվրատ կնեդես բեկե նայիս ինչ է ուրիշ ֆակտորները որ ասանք գլագո զավակիդ դպրոցին հետ. And another one is not taking any responsibility. Yes, Asangem Bordev Asandanikov Yagadzem. I'm from a toxic family, so that's why I'm like this. So not taking accountability is you're not growing. You're not maturing emotionally. You're not moving forward. You have to take those emotions, those problems, and deal with it and move on. Not blame everything on where it came from and not work on yourself. Is it also important as a first step to recognize որ tun սխալ պամգն գավրած կամ tun սխալ ես որ անիգա չիգան է պամը չիգա առաջին ստեպը ան է բեկե դեսնաս ինչ կնես կո ինչ է պրոբլեմդ ինչ է սխալդ ինչ է որ գուզես շտկել վերջը you could work on it երբ որ գուզես that's another thing if you really want to. Ուրեմն ամփոփելու համար ես ինչ որ նկատեցի տասախոսությանդ մեջ միշտ այդ կարևոր գետներ որ գսեր որ միշտ ֆակտորը պետք է նայենք reality and logic. Use your logic, use reality when there's an event in your life, the way you perceive it, don't exaggerate it. Don't twist it. Look at the reality of it because we already deal with emotions of sadness,
life is hard already. Guilt, sadness, loss. I mean, why were you going to take something and make it worse and create intense emotions will affect you as a person and keep you stuck in moving forward to succeed in life. So distorting reality, what it does, it just creates unnecessary intense emotions that are not true, and it leads to maladaptive behavior, which is avoiding situations, anything. It could be social events, it could be career, it could be school. You're avoiding it because you're scared to fail. The distortion you create in your head. And that will just lead to unhappiness, stuck in your life, not succeeding. Վերջին բանը ամեն նյութին մեջ is about control. You can't control other people. You can't control the outside events. You could control how you deal with it, how you adapt to it. It's all about accepting, controlling yourself, accepting you're not perfect, accepting your failures and learning from it. Լիզա, շատ շնորհակալ ենք այսօրվա տասախոսության համար, իսկապես սկացի, որ ներկաներն ալ շատ involved եղան հետդ իրենց հարցումներով, քու գարձիկդ ինչ էր այսօր հոմի ասցենարգին և ներկաներու մասին։ Շատ սիրեցի, որ ամեն մարդ հարցում ուներ, integration գսիրեմ interactive, ասանք, որ մարդիկ, որ հարցում ունին, ասել է, որ it's interesting, այո, անոր համար ուրախ եմ, որ ամեն մարդ հարցում ուներ և ամեն մարդ ուզեր ավելի գիտնալ, ասի իրենց կյանքը, ինչ կրնամ ունել, ինչ է ավոր էր, այո։ Շատ ավոր թերապի մներ այսօր, շատ շնորհակալ ենք Լիզա, քեզի հաջողություն։ Շատ մերսի, շնորհակալ եմ։ Ձովակ գիտեմ մի քանի տարի է արդեն տասյարակչական հացահոպի մաս կգազմես և ասնոր սերին, որ մեզի երջանկության ճանապարհը ցույց կտա, շատ հետաքրքրական կտեսնեմ, այսօրվա նյութը ըստ քեզի ինչպես ընթացավ։ Հանցանհոպի համար կարևոր էր այժմիական նյութը մեջտեղ բերել եւ մեր նպատակը քաղաքության անդամներուն եւ երիտասարդության ձևով օժանդակություն մբերել, որովհետեւ այժմիական գարիկներով շատ կբադայի, որ մարդիկ ինքնին ուրիշի կբախտադեն եւ ադեներ ինքնին յետ կբահեն։ Ուրեմն այդ նպատակով մոդեցանք հոգեբուժին Լիզային եւ հարցուցինք իր հետ հանդիպում ունեցանք, որ ինչպես կրնանք, ինչ տեսակի կրնանք հետաքրքրական տասախոսություն պատրաստել եւ գտեսնենք, որ ասնույթը շատ այժմիական է, որովհետեւ իսկապես լեսու մարդիկ ներկա եղան եւ հուսամ կրնամ մարդ օգտվել եւ օգտագործել եւ իր կյանքի մեջ եւ իր շրջակայքին համարալ օգտագործել եւ կրնա բարելավել եւ հասնենք ամենքնիս ուրախության եւ հաջողության։ Շատ շնորհակալ եմ, ձեր վարձքը գադա։ Մերսի շատ համար։ Մենք շարքը սկսած էինք անցյալ տարի, որ սկսենք երիտասարդներուն ուղեկցել իրենց ուսումեն յետք եւ փորձել դարբեր նյութերով ուրեմն իրենց զորացնել, որ իրենց կյանքի ճանապարհին ավելի հեզասահ կյանք ունենան։ Եվ որպես տասյարակչական անձնախումբ մեր բարակայությունն է նաև մեր քաղաքին նկատմամբ, որ միշտ նյութեր ներկայացնենք, որ մեկ քայլ առջև եւ մարդոց կյանքը բարելավենք եւ ավելի լավ ապրելու ծևերը ցույց տանք։ Մենք պիտի չտանք անշուշտ տասախոսները, որ գնդրենք։ Ուրեմն այս ծևով շարքին անունը եղավ հաջողության եւ երջանկության ճանապարհ։ Շատ մեծ թիվ ունենք ներկաներու, շատ ուրախ ենք ադոր համար։ Ավելի ճիշտ է ասիկա տասյարակչական անձնախումբ է, բոլորին տասյարակչական նյութ մնացել գուզեմ, բոլորին օգտին համար է։ Լավ է, որ այսպես մեծ թիվով ներկայանան, որովհետեւ օգտվին վերջավորության բոլորին օգուտին համար է, բոլորիս, մեջը լալով մենք բոլորս։ Շատ շնորհակալ ենք տասյարակչական հանձնախումբին վարձքը գադա։ Շատ սիրով բարի եկած եք ցուցալ միշտ կաչալերելու եւ մենք միշտ պատրաստ ենք այսպիսի հետաքրքրական նյութեր ներկայացնել, ինչպես որ գսեի, որ շարք մնե ասիգա հաջորդը հունիսի միդիալա նյութը դակավին չենք հստակացուցած, բայց նույն շարքին կպատկանի հաջողության եւ երջանկության ճանապարհ։ Շատ բարի։
Բարև ձեզ։ Այսօր հոսքը գտնվինք Տաշնագահար Սերուժ Քրաջյանի փորձին։ Սերուժ Քրաջյանի հարաճիգա համերգը Մոնտրեալեններ ստեղի պիտի ունենա գիրագի հունիս 7-ին, որ կոչվի The Mozart ABBA Experience։ Համերգին իրենց մասնակցությունը պիտի բերեն Մոնտրեալեն Quator Rhapsody Կարիագը, ինչպես նաև երկու երգչուհիներ, որոնք են Մանե Բաղդասարյանն ու Կատրին Բեսեցը։ Ուրեմն միասնաբար վայելենք պատարիկներ այսօրվա փորձեն։ Բարև Սերուժ։ Բարև Տամար, ինչպես ես։ Շատ լավ Սերուժ, հիշադակներս արտընծան, վերջին անգամ որ Ռեալտոյ էինք, այդ շատ գեղեցիկ sold out համերգին, ուրեմն հիմնվելով այդ հաջողութենեն կենթադրեմ, որ Մոնտրեալի public-ը գարոցած ես։ Այո, շատ եւ ուզեցի անշուշտ վերադառնալ եւ բոլորովին դարբեր ծրակիրով վերադառնալ, որ բավական ինքնադիպ է եւ արդեն Տորոնտո ըրած եմ եւ գարձեմ Մոնտրեալի հանդիսադեսը շատ պիտի սիրե։ Ինչպես որոշեցիր Մոցարտ եւ ABBA միասին գաբել։ Գարձեմ երաժշտությունը ժամանակի հասկացողություն չունի։ Գրնա 200 տարի լալ կրված երաժշտության մեջ, բայց երբ որ լավ երաժիշտ ես եւ լավ քաղաքապարներ ունիս, գաբեր գրնաս գտնել։ Եվ գարձեմ, որ այս ծևով ABBA-ն քիչ ավելի մոցարտացուցի եւ Մոցարտը ավելի ABBA-յացուցի։ Chiquitita, tell me what's wrong. You're enchained by your own sorrow. How I hate to see you like this. There is no way you can deny it. I can see that you're oh so sad, so quiet. Բավական դարբեր քաղաքապարներ ասիգա մտայեցի եթե պիտի գրնամ իրականացնել կամ ոչ եւ ինքնադիպ բամ ստեղծեմ բայց գարձեմ շատ հանդիսադեսը շատ դարբեր բամ պիտի այդ օրը դեսնե եւ մեծ հիշատակներով վերադառնադուն Արդեն միան այսօր ես փորձը մտիգնելով արդեն բավական խանդավառ էի եւ անհամբեր եմ որ ամեն մարդ հունիս 7-ին ներկա գտնվի ուրեմն ինչպես մտածեցիր կորտետը գաբել ասենք թե աս խումբին հետ եւ ինչպես ընտրեցիր երգչուհիները Երգչուհիները ուրեմն մանեին Instagram-ի վրա շատ լրությամբ գհետևեի իրեն ինքը լուրջ ուներ ադիգա եւ շատ գսիրեի իր ցայնը եւ մտածեցի որ այս ծրագրին
շատ լավ գրնալալ եւ բիդալա եւ իսկ Կատրինա բարձրապես բաներ այսինքն զուգատիվություններ գրեթե գփնդրեի իրեն եւ խենտանալիք բանը ադե որ թե իրենց ցայները լավ են բայց նաեւ ինչպես որ ինձ ինքնին կներկայացնեն եւ աբային նմանությունը նաեւ թե ցայնի թե դեսկի շատ խենտանալիք է եւ գարձեմ որ ասիգա անշուշտ պրեմիեր գլագոր Մոնտրեալի մեջ եւ վերջինը պիտի չլա առաջինը պիտի բայց վերջինը պիտի չլա Տորոնտոյի մեջ ելույթը ուրեմն մարտ 1-ին եղավ եւ արդեն 2 շաբաթ համերգեն առաջ սպարած էին տոմսակները եւ իսկապես շատ մեծ ընդունելություն կդավ եւ կգարձեմ որ նույնը պիտի գտարվի Մոնտրեալի մեջ Մոնտրեալի հանդիսադես իսկապես շատ կսիրեմ այդ անցյալ անգամվա ծրագիրը որ ըրի շատ դեղեր ինձ մեծ թողչի ներվի մյուս քաղաքներու հանդիսադեսները բայց Մոնտրեալը իսկապես միտքիս մեջ շատ վառ հիշադակներ ունի եւ նույնը պիտի անենք հունիս 7-ին Այո, սիրելի հանդիսադես, ինչպես որ Սերուժը ասավ, մենք երբեք հուսախապ չենք կներ մեր արվեստագետները, վստահ եմ որ հունիս 7-ը գիրագի, դարձյալ խուրներամ պիտի վայելենք մենք Սերուժը, Rhapsody Quartet-ը, ինչպես նաև երկու երգչուհիները Մանեն եւ Կատրինը, Mozart ABBA Experience խորագրով համերգին եւ ուրեմն կսպասենք ձեր բոլորին։ Շատ շնորհակալ ենք։ Like you did before, sing a new song, chiquitita. Try once more, like you did before, sing a new song, chiquitita. Salut Catherine Pimane. Bonjour. Bonjour, pareil. Catherine, comment ça a été la répétition aujourd'hui? Ça a très bien été avec les cordes, c'était merveilleux. Avec la voix de Mané Myriam, c'était également super. Très belle répétition. Est-ce que d'habitude vous écoutez ABBA? Oui, j'écoute du ABBA, j'aime beaucoup. Ça fait partie de ma vie, là, ABBA également. Là. C'est quoi la chanson que vous aimez la plus? Moi, j'aime beaucoup Mamma Mia. Évidemment, mais je trouve que toutes les chansons sont vraiment belles, c'est le fun, ils ont des ballades, ils ont des chansons plus rythmées, donc tout le monde trouve quelque chose pour adorer ce groupe-là. Je trouve que c'est le mélange de deux styles musicaux qui sont vraiment exceptionnels, mais mis ensemble, ça fait quelque chose de très unique. C'est pas quelque chose qu'on entend souvent, donc je trouve ça super d'avoir la chance d'être sur ce projet-là, puis en plus de partager la scène avec Mané Myriam, c'est vraiment un honneur. Puis nos deux voix ensemble, je trouve que ça se complète très bien, donc ça va vraiment être un spectacle grandiose et unique, oui. Մանե քեզի համար ինչպիսի փորձառություն մնենախ Սերուժին հետ։ Նա Սերուժին հետ արդեն շատ ուրախ սկացի, որ գապնվեցավ Սերուժինի հետ եւ առաջին բանը որ ինձ հարցուց Աբան քիդես։ Վադասխանը սեր որ ուրեմն very fun fact, Աբան առաջին ալբոմը եղել է որ բացահայտեր են որպես երեխա, որ ինձի սերը փոխանցել է երկին հանդեպ։ Առաջին դիսկն էր, որ մեր գարաժին մեջ կդա, ասի ինչ է ասիգա, թերի մդիգրի եւ Waterloo, SOS, The Winner Takes It All ասամեն երկերը մդիգրի եւ սերը սոնդերեն ծնեցավ երաշտության հանդեպ։ Ադիթեր 7 տարեկան էի Կանադա, Հայաստան տեղափոխվել են առաջ, երբ որ աբա ասավն է, ասի, okay, մեկ կդոր I'm in Աբան մանկությունս է, աբան ներգաս է եւ մեր աբական, որտեվ երկի դեսակ մնե որ երբեք չի հիմնար, անոր համար սիրով մեկ կդոր ընդունեցի եւ եկա եւ փորձեցի. I've played all my cards, and that's what you've done too. Nothing more to say, no more ace to play. Բարև Նայրի։
Բարև Թամար, ինչպես ես։ Շատ լավ, նայրի միան փորձը դիտելով արդեն անհամբեր դարձած եմ, երբ որ Սերուժը քեզի մոդեցա, որ Quattro Rhapsody մաս կազմի աս համերգին, ինչ էր քու, ասենք վերապերմունքը։ Մեզի շատ հաջող մանավանդ աս ռեպերտուարը, որ զադած է, երկու Բոլորովին օպոզե Մոզար եւ Աբա եւ ինչ լավ գհամաբադասխանի գոր իրար եւ իր արանժմանները հոյագաբ են ասիգա ինչպես մեկ Մոզարով գսկսի եւ մեկ անգամ են Աբայի գտարնա եւ արանց սկալու մեզի մեծ հաջող է ասիգա անշուշտ Իսկ այսօր ինչպես ընթացավ փորձը երկիչներուն հետ Շատ թյուրին գարձես ճուրի բես գարձես դարիներ միասին նվակեր ենք Սերուժին հետ առաջին անգամն է նվակենք կոր բայց գարձես իրար գճանչնանք դարիները իվեր եւ երկչույները հոյագապ առաջին գդո անգամեն եղավ ինչ որ փորձերինք Այո իսկ քու հետ ընկերակցող ասենք նվակախումբը ինչ է իրենց կարծիքը այսպիսի համերգի մաս կազմելու համար Մեզի օնոր մնե premièrement եւ մենք շատ գսենք թե կլասիկ մյուզիկ մեր ֆորմացիոնը կլասիկ է բայց pop-up շատ գնվակենք վերջերս բավական հանդեսներ էինք ամեն լման Աբայի միան Կարիագով գամորիշ Beatles Queen եւ մեզի աս երկուքը նույն հանդեսի մեջ թե կլասիկ թե pop մեծ հաջող է երկու ça vient toucher nos deux cordes comme on dirait Շատ շնորհակալ ենք եւ գսպասենք Մենք ալ շատ անհամբեր ենք, ամեննիտ սեզիա գսպասենք, բոլորնիտ Thanks for all the joy